Կացին աղբերը։ Մի մարդ գնում է հեռու երկիր աշխատելու, ընկնում է մի գյուղ, տեսնում է այս գյուղի մարդիկ ձեռքով են փայտ կոտրատում։ Աղբեր ասում է, ինչու եք ձեռքով փայտ կոտրատում, միթե կացին չունեք, կացինը ինչ բան է հարցին, վազում են գյուղամեջ ձայն տալիս իրար տո, եկեք տեսեք, կացին աղբերը ինչ արավ։ Կացինը ձեռքից առան, կացինն առան, որ հերթով կոտրեն, իրենց եկեք, կացին աղբերը կատաղել է։ Մի մարդ էր եղել, նրա անունը Կացին աղբեր, նա ամբողջ աշխարհով ման էր գալիս աշխատանք գտնելու, մի գյուղի է հասում ու տեսնում է, որ բոլորը այդտեղ փայտը ձեռքով են կոտրատում, հարցնում է, դուք այդ ինչ եք փայտով, ինչի եք փայտով կոտրատում։ Գցեցին թե չէ, կրակն առավ, բոցը երկինք բարձրեց։ Գյուղացիները սարսափահար վազեցին տիրոջ հետևից, թե եկ, Աստծու սիրուն, Կացին աղբորը բան հասկա։ Միթե դուք կացին չունեք, կացինն ինչ է, ասեցին գյուղացիները, հետո այդ մարդը իր կացինը հանեց և սկսեց փայտեր կոտրատել, հետո սաղ գյուղով մարդիկ հավաքվեցին այնտեղ և սկսեցին հերթ կանգնել, որ իրենց փայտերը կստրեն։ Հետո կացինը մի գյուղացու ոտը կտրեց, իսկ գյուղացին ասում է, եկեք, կացինը կատաղեց։ Նրանք հավաքվեցին, որոշեցին կացին աղբերը, կացինը վարեն։ Սաղ փայտերը լցրեցին կացինի վրա և կրակ արեցին, կրակը բարձրացավ և հանգեց կրակը, կացինը կարմր է, մտածեցին, որ կացինը բարգացել է և որոշեցին նրան բանտ գցել։ Կացնին տարան գցեցին գոմը ու կրակը բռնեց ամբողջ գոմով մեկ և գյուղացիները ասում էին, թե եկ կացին աղբորը բան հասկացրու։